Պարոն Համբարյան, ինչպես եք գնահատում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ սիրում է Հայաստանի քաղաքացիներին, բայց դրա հակառակ կողմը տեսնում ենք ամեն օր ավելացող քաղբանտարկյալների թիվը, տեսնում ենք այն բոլոր շոուները, որոնք կազմակերպում է իշխանությունը իր ընդդիմախոսների նկատմամբ։ Ինչպես եք գնահատում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները։ Դե Հայաստանում հաստատված է տոտալիտար բռնապետություն Նիկոլի գլխավորությամբ եւ այդ սրտի գուղարկելը, այդ բոլորից սիրելը եւ այլ, դա ընդամենը թոզ է, որ ինքը փչում է հասարակության աչքերին, քանի որ իր այս սանձարձակությունը քաղաքական դաշտում ամբողջությամբ պայմանավորված է նաև իր հովանավորների եւ հատկապես արևմուտքի դաբրոյով։ Ինքը անում է այնինչ ցանկանում է, ում նկատմամբ որ ինքը չի կարող շանտաժի, գումարի միջոցով բերանները փակել, ինքը այդ մարդկանց գցում է բանդերը եւ այդ ամեն ինչը ուրեմն ողջունվում է ժողովրդավարական երկրների կողմից եւ այդ սրդիկները, այդ բոլորից սիրելը եւ մյուս ուրեմն ժողովրդահաջող հայտարարությունները ընդամենը ձայն բարբարո անապատի է, ընդամենը հասարակությանը խաբելու միջոց է։ Ասեմ ձեզ, որ Նիկոլը ոչ մի նոր բան չի հնարել, այս ինչ որ ինքը կիրառում է, ժամանակին կիրառվել է ֆաշիստական բռնապետությունների կողմից։ Գերմանիա, Իտալիա, հետագայում ես ժողովրդին շատ սիրում էր Ստալինը, տեսել եք պաստառները, տեսել եք հոլովակները, թե Ստալինի ժամանակ հոլովակները շատ քիչ էին նայում, որտեղ հեռուստացույց չկար, բայց պաստառների միջոցով նույն ծևի, ասենք, ինքը համոզում էր մարդկանց, որ ինքը բոլորի սիրում է, սիրելով բանդերը տասնյակ միլիոնավոր մարդկանցով էր լցնում, նույնն էլ անում է Նիկոլը։ Պարոն Համբարյան, մենք տեսնում ենք, որ եկեղեցի պետությունը այսպես չակերտավոր առճակատումը չի ավարտվում։ Ինչպես եք տեսնում դրա հանգուցալուծումը։ Մենք տեսնում ենք նաև եպիսկոպոսներ, ովքեր անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, այսպես ասած, եւ փորձում են ներսից քանդել վեհարանը։ Ինչպես եք տեսնում այս եկեղեցի պետություն հակամարտության հանգուցալուծումը։ Նախ սկսենք նրանից, որ եկեղեցի պետություն հագամարտությունը սա մեր համար խայդարագություն է, որովհետև նախ ամենառաջինը պետությունը բացարձակ իրավունք չուներ եկեղեցու ներքին գործերին խառնվելու, դա նույնիսկ ամրագրված է սահմանադրությամբ։ Ես ուզում եմ հասկանամ ով է Նիկոլ Անհողը, այն էլ աղանդավոր, կրկին նշեմ մեր հարցազրույցներում բազմիցս եմ նշել, հիմա էլ կնշեմ, որ այդ անձը 2019 թվականին աղանդավոր կյանքի խոսք կազմակերպության քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզներն էր գցում իր էջին եւ գովազդում էր։ Հիմա այս մարդը իրեն հռչակել է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եւ փորձում է քիթը մտցնել եկեղեցու ներքին գործերին։ Մի բան, որը սահմանադրությամբ արգելված է։ Ինչ վերաբերվում է եպիսկոպոսած դասի որոշ ճղջիմ ներկայացուցիչների վարքագծին, ասենք նույն Վայոց ձորի ուրեմն թեմի առաջնորդի վարքագծին եք նայում եմ սրտխառնոց է առաջանում մարդու մոտ այդ կերբարի հարցազրույցը, կոնկրետ հարցեր են տալիս, ոչ մի հարցի կոնկրետ չի պատասխանում։ Այն պարագայում, երբ որ Նիկոլ Անհողը, ասենք, եկեղեցականներին կոնկրետ մատնանշում էր, ով է Lexus քշում, ով է չգիտես ինչ վարքագիծ դրսևորում, մի հատ չեք հարցնում, ասենք, Վայոց ձորի հոգևոր առաջնորդին որտեղից այդ Jaguar-ը, ով է իրեն այդ Jaguar գերթանկարժեք մեքենան տվել, որ ինքը վարում է, երեկ էլ ասում է, դա իմը չէ։ Բա ինչ է վարումն է։ Ասենք այդ իմը չենը մենք բոլորս էլ լավ գիտենք, ինչպես է կազմակերպվում։ Սրա նրա վրա է գրանցվում եւ վերջ։ Ինչ վերաբերում է ուրեմն Մասյատնոցն թեմի առաջնորդին, դա ընդհանրապես խայտարակություն է։ Ուրեմն այդ անձը եղել է Գարեգին երկրորդի քրոջ որդու մտերիմ ընկերը։ Գարեգին երկրորդը այդ անձին հովանավորել է ընդཐུպ մինչև արտասահմաններում կրթություն ստանալը։
այդ անձը Գարեգին երկրորդի քրոջ տնից դուրս չի եկել եւ նշեն, որ այդ թեմը հadouk ըստ լուրերի Գարեգին երկրորդը ստեղծել է դրա համար։ Այս ես ասում եմ նրա համար, որ մեր ժողովուրդը տեսի թե ինչ կերբարների հետ գործ ունի։ Ասենք դավաճանություն էլ կա, էլի։ Դե այն Վազգեն Միրզախանյան կոչվածի մասին, այն որ խայդարակ ձևով վրաց թեմը թողեց իբր թե իր ցանկությամբ տեղափոխվեց Մերձբալթյան հանրապետություններ։ Այդ ես չեմ ասում, լրատվամիջոցներում խայդարակ փաստեր էին գրված, թե սա ինչ խուլիգանական կաբերի մեջ եղել բազմաթիվ կանանց հետ սկանդալ է առաջացել։ Էլ չասեմ, որ 2014 թվականին Նիկոլի ընտանեկան հայկական ժամանակ թերթը կոնկրետ նամակ էր հրապարակել, թե ինչպես են վրացահայոց թեմի այդ առաջնորդ Վազգեն Միրզախանյանին տեղի վրացահայերը մեղադրում ուրեմն նվիրատված գումարները մսխելու մեջ։ Էլ չասեմ սրա սեռական կաբերի վերաբերյալ խայդարագությունները, որը հրապարակվեց եւ մամուլում եւ երեք բազմաթիվ ուրեմն լրագրողներ էին այդ մասին կրկին հիշեցնում։ Ես նաեւ հետաքրքիր փաստ բերեմ։ Հիմա մեկը կա ուրեմն Facebook-յան հարթակում անընդհատ կոչեր է անում Նիկոլ Անհողին գրավել վեհարանը, մորթել ուրեմն եկեղեցականներին, Նիկոլի բոլոր հագակ եկեղեցական ուրեմն զառանցանքների տակ այդ անձը բավական երիտասարդ տղա է, ասեմ ձեզ, ուրեմն այդպիսի գրառումներ է անում եւ տեսանյութեր է դնում։ Վրաստանից է, ասում են այդ տղան, պարզվում է դրա մայրը եղել է ըստ ասեկոսեների սրա հետ կաբի մեջ, ըստ ասեկոսեների, եւ ասում են, որ այդ սկանդալը կապված այդ սեռական այդ խայդարագությունները Վազգեն Միրզախանյանի հետ անվան հետ կապված է այդ տղայի մոր հետ հիմնականում։ Ասենք ու շատ նորմալ է այս անձը համարում, որ հիմա նետվել է Նիկոլի գիրկը։ Այո, շատ նորմալ է, որովհետև ժամանակին պետք է այս տիպի անձանց ուղղակիորեն կարգալույց անեին ու դուրս շպրտեին։ Ասենք չի կարող նորմալ քրիստոնյա եկեղեցու սպասավորը նույն Վազգեն Միրզախանյանը տալինում թույլ տալ, որ եկեղեցի մտնի Արսեն Թորոսյանի նման կերբարը, ով իրեն իբր թե հռչակում է որպես աթեիստ, բայց իրականում ինքը աթեիստ չէ։ Աթեիստները չեն ծաղրում եւ չեն վիրավորում քրիստոնյաներին։ Իսկ Արսեն Թորոսյան կերբարի նման երևույթը, ասենք, Աստվածաշունչը ծաղրում է։ Ասենք այդ մարդը գրում է, որ Շարլ Պիերոյի հեքիաթներին ինքը ավելի շատ է հավատում, քան Աստվածաշնչին։ Ու այս մարդը մտնում է եկեղեցի եւ արժանանում է Վազգեն Միրզախանյան կոչված հոգեվորականի ողջույններին։ Ասենք նորմալ հոգեվորական լինելու պարագան Վազգեն Միրզախանյանը պետք է Արսեն Թորոսյանի թևից բռներ ու դուրս շպրտեր եկեղեցուց։ Հիմա այդ մարդիկ կանգնած են Նիկոլ Անհողի կողքը ու շատ լավ է, որ կանգնած են։ Որքան մեր եկեղեցին մաքրվի, այնքան մեր օգուտն է։ Պարոն Համբարյան, իսկ հանգուցալուծումը կներեք, իսկ հանգուցալուծումը պետք է լինի մեկը։ Դա իմ ցանկությունն է, որ Նիկոլը պետք է պարտվի։ Աստված ոչանի, եթե ինքը հաղթեց հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին կդառնա դասական, բապտիստական, ավետարանչական, ավետարանական, կյանքի խոսք եւ այլ կալվինիստական այլ եկեղեցիների նման բողոքական եկեղեցի, որտեղ ամեն մի փողոցից եկածը կարող է, ասենք, կաթողիկոս փոխել։ Ես ել եմ կրկնում, մեր եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում, ինչպես լուծվել են մինչև հիմա, ինչպես լուծվում են, ասենք, կաթոլիկ եկեղեցու խնդիրները եկեղեցու ներսում, եթովական եկեղեցու խնդիրները եկեղեցու ներսում, ղպտական եկեղեցու խնդիրները եկեղեցու ներսում, ռուս ուղղափառ եկեղեցու խնդիրները եկեղեցու ներսում են լուծվում։ Չի կարելի, որ եկեղեցին ուրեմն ենթարկվի քաղաքական իշխանության, էլ չասեն, որ ասենք այդ քաղաքական իշխանության ներկայացուցիչն էլ ոչ այլ ոք եկան կյանքի խոսքի մոլի երկրպագու։ Պարոն Համբարյան, վերջին շրջանում այսպես ավանդույթ է դարձել Նիկոլ Փաշինյանը մասնակցում է
պատարագների, երկու անգամ տեսանք, որ Հովանավանքում է մասնակցել, ընդ որում կարգալույծ քահանաների ձեռամբ Դա է արդեն պատարակ չէ։ Կներեք, չի կարելի դա պատարակ անվանել, դա ֆեյք պատարակներ են, կամ այդպես անվանել, կամ ասեք շաբաթ շոու, որովհետև կարգալույծ եղած ծոպիկը չէր կարող այդտեղ պատարակ անցկացնել։ Ցույց են տալիս, որ ժողովրդի մեջ են իրենք մտնում, իրենց եւ ժողովրդի միջև կապ կա, նրա այս մարզային այցելությունները հատկապես ոչ աշխատանքային օրերին ինչ նպատակ ունեն։ Քարոզչություն է, քարոզարշավ է ինքը տանում։ Ինքը արդեն սկսել է քարոզարշավ։ Ինքը այս ժողովրդին շատ լավ գիտի։ Ինքը շատ հմտորեն տիրապետում է այս կիսագրագետ ժողովրդի, ցավով եմ ասում, բայց մեր հասարակության զգալի մասը կիսագրագետ է։ Եվ ինքը շատ հմտորեն տիրապետում է այս ժողովրդի բոլոր թույլ եւ ուժեղ կողմերին։ Ինքը այնքան լավ էր տիրապետում, որ ինքը կարողացավ ասֆալտը հայրենիքի դիմաց օպերացիայով ասֆալտապատելով գյուղերի փողոցները միլիարդավոր դոլարներ վերցնելով պարտք եւ այդ պարտքի տակ ուրեմն գցելով հանրությանը այդ ասֆալտը անել, բայց օբյեկտիվը պետք է ընդունենք, հասկանում եք։ Ինքը կարողացավ նախկին իշխանության չարածները հմտորեն օգտագործել պետության դեմ։ Նախկինները ինչ էին ասում։ Ասում էին, եթե հանգարց խնդիր լինի, դրանից կօգտվի Ադրբեջանը։ Եվ ոչինչ չէին անում։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարումը 10 տարվա մեջ Գյումրի քաղաքում ընդամենը երկու փողոց էր քարապատել։ Դե 16 թվականի դեկտեմբերի 5-ին էլ Կարեն Կարապետյանի շնորհիվ բերած վարկան էլ վայելեց Նիկոլը, որտեղ մեր հանրությունը անկրագետ էր։ Մեր հանրությունը չհասկացավ, որ այդ վարկի բերած գումարները մինչև նախանցյալ տարի Նիկոլը Գյումրիում ուրեմն ասֆալտապատում էր անում, այդ 20 քանի միլիոն եվրոն էր։ Խնդիրը դրանում է, հասկանում եք, որ նախկինների բոլոր բացթողումները Նիկոլը հմտորեն օգտագործեց իշխանության գալու եւ իշխանությունը պահելու համար, ել չասեմ, որ քաղաքական դաշտը մարգինալացնելու, որովհետեւ Նիկոլի համար գործող ընդդիմությունը ամենացանկալին է։ Այլ քաղաքական ուժերից ինքը սարսափում էր։ Դուք մտածում եք Սամվել Կարապետյանին ինչի բանդարգեց, որտեղ Սամվել Կարապետյանը նախկին չէր։ Ինքը որքան էլ ցանկանար Սամվել Կարապետյանին նախկին դարձնել, դա նրա մոտ չէր ստացվելու։ Սամվել Կարապետյանը ոչ պետական պաշտոն է զբաղեցրել, ոչ է պետական փողեր է կերել։ Երեք զառանցում էր Նիկոլայի պրտե գումարների լվացում, Սամվել Կարապետյանի եղբոր որդին շատ պրիմիտիվ ձևով, շատ թեթև ձևով, պրիմիտիվ չէ, թեթև ձևով, հասկանալի ձևով, այո, հասկացրեց, որ դա ծիծաղելի է նույնիսկ։ Հասկանում եք, խնդիրը հենց սրանում է։ Մարդը քարոզարշավ է անում, իսկ ինչ վերաբերվում է ժողովրդի մեջ գնալը, ինքը ժողովուրդ չի հավաքում, եկեղեցի գնալով։ Այդ իր թայֆայի ներկայացուցիչները մի քանի 100 հոգի, մի քանի 100 հոգի էլ իր ջանդագապաշտպան իրավապահ համակարգի ներկայացուցիչները, դա ժողովուրդ չէ, ու ինքն էլ դա շատ լավ գիտի, շատ լավ գիտի։ Ինքը նաև շատ լավ գիտի, որ իր կողքին ժողովուրդ չկա։ Այն օրը լրագրողի հարցին ասում է ժողովրդի պահանջը դա բան է, լեգիտիմ պահանջը դա պետք է կատարվի ու ասում է 50% գումարած 1%։ Շատ ճիշտ է ինքը ասում դա։ Վաղաշաբաթում ինչպես է փորձում ուզուրպացնել իշխանությունը։ Չէ՞ որ ժողովրդի 50 ուրեմն 1.5% նույնիսկ իր նշած 51-ից էլ ավել։ Փաստորեն իր դեմ է քվեարկել, իր քաղաքական ուժի դեմ է քվեարկել։ Նախկիններից ստացած խայդարակ ընտրական օրենսգիրքը ինքը շատ հմտորեն օգտագործում է իր իշխանությունը վերարտադրելու համար։ Իդեպ նշեմ, որ այդ ընտրական օրենսգիրքը, որը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդունվեց, դա գիտեք, չէ, ֆաշիստական Իտալիայում ընդունված ընտրական օրենսգիրքն է 20-ական թվականներին։ Այդ օրենսգիրքը Բենիտո Մուսոլինիի կառավարման տարիներին ընդունված օրենսգիրք է։ Նախկինները ընդունեցին, որ վերարտադրվեն, մեծ հաջողությամբ այդ այլանդակությունը ժառանգեց Նիկոլը ու հիմա 48.5% ձայն ստանալով պարզ մեծամասնություն է ստանում։ Պարոն Համբարյան, ու իրեն առանց ամոթի հրճագում է, որ ինքը հաղթանակ է տարել։ Սրանց մոտ տարական մաթեմատիկա կա, գիտեք, չէ՞։ Հավաքել են 48.5%, ճիշտ է։
փաստորեն 51.5%-ը դեմ է քվեարկել, բայց չէ, սրանք զորբա են, ասենք Գյումրիում հավաքում են 37%, ասում են մենք հաղթել ենք, չեն ասում, որ 63% ընտրությանը մասնակցած ընտրողները նրանց դեմ են քվեարկել։ Ոնց կարելի է այս ձևաչափով ուզուրպացնել ու մանիպուլացնել իշխանությունը եւ խաբել մարդկանց համապատասխանաբար։ Քանի որ խոսեցիք Գյումրիից, գիտենք, որ Գյումրիի քաղաքապետի, այսպես Գյումրի քաղաքի ապագան անորոշության մեջ է շարունակում մնալ, գիտենք, որ իշխող խմբակցությունից մանդատից հրաժարվողներ կան, մեկ ավագանու նիստ չի կայացել քվորում չլինելու պատճառով, այսպես լուծարման եզրին է կանգնած ավագանին, ընդամենը 2 ավագանու նիստ է մնացել, որպեսզի դրանք էլ չլինի, կարծեք թե ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ նորից ստեղծի այդ կառավարման ճգնաժամը եւ էլի իր ձևով լուծի այդ հարցերը։ Ինչ կանխատեսումներ ունեք, ինչ է սպասվում Գյումրիում։ Կանխատեսում որպես այդպեսին չունեն, պետք է ապրենք ու post factum նոր մեկնաբանենք այս ամեն ինչը, թե նրանց ծրագիրը հետևյալն է, ամեն գնով զավթել իշխանությունը Գյումրիում մինչև համապետական ընտրությունները, ամեն գնով իրենք պատրաստ են ամենացածրակարգ ու ստոր քայլերի, որպեսզի իրենց դրածոյին չընդրված ներկայացուցչին բերեն եւ կարգեն Գյումրու քաղաքապետ։ Իրանց համար օդ ու ջրի նման դա անհրաժեշտ է։ Նիկոլի համար Գյումրիում 2 անգամ պարտվելը արդեն հոգեխանգարման, ես որքան հասկանում եմ, այսպես եզրին է հասցրել։ Եվ 2021 թվականին եւ 2025 թվականին Գյումրիում Նիկոլը պարտվել է եւ ինքը չի ուզում ընդունել։ Հիմա ինքը կփորձի տարբեր մեթոդներով զավթել իշխանությունը Գյումրիում։ Նախընտրելին 3 անգամ ավագանու նիստ չգումարելն է։ Մեկը տեղի ունեցավ արդեն, մնացել է 2-ը։ Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները։ Տեսանք նաև, որ քաղաքապետի որդուն կալանավորեցին, մինչդեռ նրա նկատմամբ մեկ այլ խափանման միջոց էր գործում։ Արդյոք այս ամեն ինչն էլ Ղուկասյանին ճնշելու ֆոնի վրա է իրականացվում։ Իհարկե, այլ տարբերակ չկա։ Ու ընդհանրապես Վարդանանց հրապարակում Վարդան Ղուկասյանի կալանավորման օրվա իրադարձությունները եւ դրանից հետո 4 տասնյակից ավել մարդկանց տարբեր տեսակի պատժամիջոցների ենթարկել, այսինքն տնային կալանք, չհեռանալու ստորագրությամբ մարդկանց են փաստողում հիմնականում կանանց 2 տասնյակից ավել մարդիկ 2 ամսով կալանավորվել նստել են բանդեր, լավ վերջիվերջով մենք 21-րդ դարում ենք ապրում եւ դուք էլ որպես լրագրող բազմաթիվ տեսանյութեր եք հրապարակել, ասենք երեխան գնում է իր եղբոր յետևից, ոստիկանը քաշում գցում է գեդին ու այդ երեխային տանում են ուրեմն 2 ամսով կալանավորման, թե ինձ համար այդ երեխա է, հա, կարող է մեծ է տարի 18 տարեկան է, բայց ասենք իմաստը որն է, կամ իմ ծանոթ մարդկանցից մեկին Բադեյան Արմենն, ասենք քաշ են տալում, կամ այդ ոստիկանը ագանջն է ոլորում ցավ պատճառելու համար, ես չեմ հասկանում իմաստը որն է, այդ մարդիկ ոչինչ չէին անում, այդ մարդիկ այդտեղ կանգնել էին։ Եվ ես հիմա հասկանում եմ այդ շոուն ինչի համար արեցին։ Իրանք կարող էին, չէ, բերել Վարդան Ղուկասյանին կանչել ուրեմն բան քննչական կոմիտե եւ տեղում կալանավորել, բայց ոչ իրանց շոու էր պետք։ Նախ մարդկանց ահաբեկելու, երկրորդը այն մարդիկ, ովքեր պոտենցիալ կարող էին դուրս գալ փողոց, այդ մարդկանց էլ ազատազրկելու։ Այ նրանք այդ շոուով երկու նպատակ ունեին ու հասան դրան։